Արարատ Միրզոյանը մի հատ նախադասություն ասեց, որը կարծում եմ ամփոփեց ամբողջ պատմությունը։ Պատմությունը կտա գնահատականը։ Պատմությունը կտա։ Հիմա փրթում են իրար, չգիտեմ ինչին անում, պատմությունն է տալու վերջնական գնահատականը։ Տեսեք, մեր որ մեկ ասում են մեր փառահեղ պատմությունը, ես մի քիչ խորշում եմ անկեղծ ասած, փառահեղը չգիտեմ որն է, էլի ընդհանրապես, երբ որ վերջին 300 տարին ոտնակոխ ես, հայրենազրկված ես, ցեղասպանված ես, բռնաբարված ես, օկուպացված ես, մտավորականների պալատական են սարքել, հերոսներիդ կացնահարել են, վերջին ժամանակների հերոսներիդ ուղիղ եթերում ազգային ժողովում գնդակահարել են, թե դրա ինչն է բան ես չգիտեմ, ու դրա մասին եմ նաև գրքի մեջ խոսում, բայց ամեն դեպքում մեր փառապանց պատմության ընթացքում մենք շատ ավելի վատ պայմանագրեր ենք կնքել, շատ ավելի խայտառակ պայմանագրեր ենք կնքել, մեկը նույն Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը կարծում եմ ընդհանրապես այդ պայմանագիրը կնքած ուժը այլևս չպիտի լիներ ուղակի գոյություն չունենար, բայց այն այսօր համարյա երկրորդ ուժն է, դաշնակցության մասն է խոսքը, եւ ես միշտ երբ որ իմ որոշ դաշնակցական ընկերների հետ բանավիճում եմ այս հարցի շուրջ, ասում տղեկ ինչ եք ջղայնանում, ոչ դու ես ստորագրել ցավը տանեմ, կան մարդիկ, ընկեր ենք 1000 տարի ճանաչում ենք իրար դաշտակ, հիմա օքեյ, հիմա ես կարող եմ Եհովայի վկայեմ, հարցը էդի չի, ասում եմ ընկեր Ես օքեյ չեմ մեղադրում, ցավը տանեմ, դու քեզ վացքում։ Քո պապու, ով էր են Խատիսյան, Մատիսյանը դեն ժամանակները, ով որ կար։ Իրանք են ստորագրել, ասա էլի որ վատ են արել ստորագրել են։ Կամ իրանք էս ինչ բան արել են, ասա էլի որ ով որ իրանք հետ չէր, տակից մաքրում էին։ Ասա հիմա դες մենք Թուրքիային պահանջում ենք Թուրքիայից, որ ինքը առերեսվի իր պատմությանը, որ երի թուրքերը մարդկության դեմ ոչրագործություն են գործել, կազմակերպված էթնիկ զտում ու ցեղասպանություն են արել եւ այո երիտուրքերը մեղավոր են եւ մեղավոր են նաեւ նրանք ովքեր շղթում են այսինքն ինչեւ այսօր որ ասում են չէ տենց բան չի եղել մեղավոր են բայց նույնն էլ մենք ենք անում մենք ուզում ենք դիմացինը պատմության հետ հաշտվի բայց մենք մեր պատմության հետ չենք հաշտվում որ ինչ գործառույթներ ա եղել առաջին հանրապետության տարիներին թե ոնց ենք մենք օրինակ մատնել Քրիստոֆոր Արարատյանին թե ոնց են մերոնք NKVD-ի հետ համագործակցել, թե ոնց են մերոնք կացինները վերցրել, գնացել են Երևանի Բերդը, այսօրվա կոնյակի գործարանը, որ Երևանի Բերդ, գնացել են Սարդարապետի հերոսներին կացնահարել են։ Բառացիորեն, այսինքն դա փաստ է, որ 20 տարի Քրիստոֆոր Արարատյանի կինը եւ որդին պրավիզ էին ուղարկում, կարծելով, որ իր ամուսինը իրենց հայրը աքսորի մեջ է, այն էլ գնդակահարել են այդ մարդուն, լափում են կնոջ ուղարկած պրավիզը հենց բան ենք այդ ոչրագործություն իրականացրածները իդեպ տասնյակ են այդ դեպքերը կամ նույն խորհրդային տարիներին ես օրինակ այսօր նոտարական գրասենյակ էի գնացել գործերով ամեն անգամ երբ որ ես անցնում եմ Ստեփան Շահումյանի դպրոցի մոտով չեմ ասում էլ որ արձանն էլ է տեղադրված այդ մի կողմ ամեն անգամ որ անցնում եմ Ստեփան Շահումյանի դպրոցի մոտով հարց եմ տալի ասում եմ ընկերներ, մի նեղացեք, էլի, ես հնարավորինս հարցեր բարձրաձայնող եմ եւ հաճախ խնդիրների մեջ եմ ընկնում հենց իմ հարցեր բարձրաձայնելու համար, բայց այդ իմ գործն է, ես չեմ կարող ետ կանգնել։ Ես հարց եմ տալի։ Մեկը կարա զանգի եթեր, գրի կոմենտներում, ինչ վաստակ է տվել Ստեփան Շահումյանը հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, պետությանը, հայ մարդուն, որ մենք արձան ունենք իր ինքը Ադրբեջանի հիմնադիրն է, կարանք մենք դա հասկանանք։ Ինքը Բաքվի կոմիսարներից մեկն է, ով որ պայքարում էր ընդեղ իշխանությունը տեղական թաթարներին եւ ոչ միայն թաթարներին ադրբեջանական պետության սահմաններում ունենալու համար կովկասյան թաթարներին միավորում էր տարբեր գաղափարներով հիմա կարող է ինքը չեր մտածում որ վայ էթնիկ զտումներ կլինի բան բայց Բաքվի ջարդերն էլ հո ինքը տեղյակ է կարող է Սումգայիթը իր կյանքից 60 տարի հետո է եղել բայց հո Բաքվի ջարդերը եւ Բաքվի մահմեդական բնակչությունը, որ սատարում էր Օսմանյան կայսրությանը, ինքն էլ հո դա տեղյակ էր, թե Լորիս Արաբացուս տեղյակ չէր։ Հասկանում ես, բաներ կան, որ ես չեմ կարող հասկանամ։ Հիմա մենք Երևանի սրտում Մաշտոցի պողոտայում ունենք Ստեփան Շահումյանի անվան դպրոց ու կիսանդրինա դրած։ Աչքերդ կապույտ ծովերի նման ընկեր Շահումյան։ Okay, ընտիրա։ Հիմա երեխան հարց է տալի, պապա, մադրե։ Ով է Ստեփան Շահումյանը, падре։ Ոնց բացատրեմ ես այդ մարդուն։ Ով ես խեչ երեխուն ոնց բացատրեմ։ Ասեմ, բալես ինքը հեղափոխական էր։
Երբ որ Հայաստանը պայքարում էր իր գոյության համար, առաջին հանրապետությունը պատմական Հայաստանի մի փշուրի համար ջարդում են, փշրում էին ցեղասպանությունից 3-4 տարի հետո Բաշապարան ու Մուշուվան ու Կիլիկիա ու Ղարաքիլիսա ու ինչ ասես, էսի Բաքվում բան էր անում, իշխանություն էր զավթում հավաքել էր կովկասյան թաթարներին, մի կողմից սրանք, Զանգեզուրը ընդ նժդեհն ա կռվում, ընդ Անդրանիկն ա պահում, դրոն լորիումա վրացիկի հետ կռիվ տալի, բաները այս Բաշապարանը, Սիլիկյան, Միլիկյան, Թովմաս Նազարբեկյան, ստեղ Աբարանի ճակատն են պահում, ինքը Բաքվում խաղեր ա տալի բոլշևիկների հետ ու ստեղծում է Ադրբեջանը, որ Ադրբեջան չէր կոչվում, հասկանում ես։ Ինչ ես երեխուն սովորացնում, ես չեմ ասում ինքը վատ մարդ էր, կարող ազնիվ մտքեր ուներ, լավ գաղափարներ ուներ, սա է խնդիրը։ Իր կիսանդրին պիտի Ադրբեջանում լիներ, ասում է Արամ Հովանիսյանը, դե, նայեք, դարպես Ադրբեջան պետություն գաղափարի շուրջ, երբ որ մտածում եմ, լավագույն օրինակներից է Բալկանյան, ուրեմն թերակղզում գտնվող Հունաստանի հյուսիսում Մակեդոնիա պետությունը։ Դա լավագույն օրինակն է պատմության հետ այդքան էլ կապ չունեցող մարդու համար, որ բացատրենք ինչա նշանակում արհեստացին պետություն։ Թող ինձ իհարկե մակեդոնացիները ներկայիսներ են, բայց այսօրվա Մակեդոնիա պետությունը որևէ կերպ կապ չունի Ալեքսանդր Մակեդոնացու Մակեդոնիայի հետ, որը հունական Մակեդոնիա շրջանի մասն էր եւ Ֆիլիպի որդի Ֆիլիպ Մակեդոնացու երկրամասն էր, որի որդին Ալեքսանդր Մակեդոնացին էլ ավելի հռչակ բերեց իր հայրենիքին։ Ներկայիս Մակեդոնիա պետությունը, որը երկար կռիվներից հետո Հունաստանի հետ 3-4 թե 5 տարի առաջ սահմանադրություն փոխեց Հունաստանի պահանջով, որպեսզի այն կոչվի ոչ թե Մակեդոնիա, այլ Հյուսիսային Մակեդոնիա, իմ գնահատականով ըստ էության որևէ կապ չունի, Հյուսիսայինը, Հարավայինը, այդ երկիրը Մակեդոնիա չպիտի կոչվի, դա սլավոնական երկիր է, եւ ընդհանրապես կապ չունի Մակեդոնիայի հետ, ուղղակի տենց դրել են, պետք էր, մանավանդ երկրորդ աշխարհամարտից հետո, երբ որ խմորումներ եղան եւ այլն, այդ ազգի խմբին Մակեդոնիա սկսեցին կոչել, բայց իրանք սլավոնացի են, իրանք Մակեդոնիայի հետ, հունական, հելենիստական ու հելենիզմի հետ որևէ կապ չունեն այդ մարդիկ, բայց դրան Մակեդոնիա, նույնը ադրբեջանցի, Ադրբեջան եղել է 1000 տարիներ, բայց դա եղել է պարսկական Քուր գետից հարավ, պարսկական տիրապետության ժամանակ, ընդհանրապես պարսկական Ադրբեջան կամ Ատրպատենա երկրամաս, որը տարիների ընթացքում, ասեմ, ոնց ուզում եք բան, թուրքերի հովանավորչությամբ, հետո օսմանների հովանավորչությամբ, տեղի բնակիչները ավելի շատ թյուրքական ցեղերի ներհոսքի շնորհիվ եւ նաեւ ինչ որ առումով Սեֆյան Պարսկաստանի, երբ որ թյուրքական ցեղերը զավթեցին, գրավեցին Պարսկաստանը, կենտրոնական Ասիայից քոչելով հարավ, այդ ժամանակ խմորվեցին եւ այդ տարածաշրջանում արմատացան միշտ հայացքները դեպի Օսմանյան կայսրություն, հաճախ նաեւ Պարսկաստանի հետ անջատողական բաներ ունենալով, եւ Ադրբեջանի ձեռամբ 20-ական թվականներին այդ երկրամասը կոչվեց Ադրբեջան, որը կապ չունի պարսկական Ադրբեջանի հետ։ Եվ գիտեք, այսօրվա Իրանի Իսլամական Հանրապետությունում ժողովուրդ ջան կա Ադրբեջան մարզ, ոնց որ հիմա մենք ունենք Լոռի, ունենք, չգիտեմ, Տավուշ, Սյունիք, Շիրակ, Կոտայք, ընդեղ էլ կա Ադրբեջան, որը Ադրբեջան պետության հետ կապ չունի, բայց անունը ինքնին, որ դրված է, դա հետագայում տասնամյակներում կամ գուցե մոտ ապագայում գուցե տարածքային լուրջ խնդրի առաջ կանգնացնի ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես տարածաշրջանը շատ վտանգավոր տենդենս է։ Դրա համար Մակեդոնիան ամենալավ օրինակն է ներկայացնելու, թե ինչպես կարող է մի ժողովուրդ կոչվել մեկ այլ պետության տարածքի մարզի անունով եւ հետագայում հավաքտություններ ունենալ, ու ես վստահ եմ, այս հաղորդումը հիշեք, ես դրա մասին խոսել եմ էլի ոչ վաղ անցյալում, Իրանի հետ Աստված մի արասե, բայց երբ որ սկսվի նարնջագույն հեղափոխություն, սենց ասած, երբ որ մոլաներից սկսեն անջատվել, դուք կտեսնեք, թե Իրանի ադրբեջանցիները ինչպիսի անջատողական շարժում են սկսելու Ադրբեջան պետությանը միանալու համար։ Դուք կտեսնեք ուղղակի, մենք սենց նստելու ենք ու սենց նայելու ենք, երևի անգամ սարսափած ենք նայելու, թե ինչպես են մի քանի միլիոնի էթնիկ ադրբեջանցիները Իրանի
տրոհման process-ի մեջ ճակատագրական ներգրավվածություն ունենալու։ Եվ հիմա թուրքական ամբողջ ռազվեդկան ասեմ, եւ ոչ միայն հրեական, Մասադը շատ ուժեղ աշխատում են այդ ուղղությամբ, որ դուք թուրք եք, դուք թուրքական եք, թուրքական ժողովուրդ եք եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն եւ իրանց աչքում Ադրբեջանը շատ ավելի ընդունելի եւ բան երկիր է։ Թեպետ հիմա որոշ իրանահայ ընկերներ գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց եթե դուք դիտեք ինչա կատարվում շուրջը, եթե լսեք որոշ վերլուծաբանների եւ այլն կփաստեք, որ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ, բայց ես չեմ ուզում դա լինի։ Բայց դե մենք ուր քաղաքական դպրոցը ուր, ընդհանրապես մենք ունենք քաղաքական դպրոց թե որ, Ժորժ ջան, այդ հարցն էլ է ինձ ուզում, մենք ունենք քաղաքական դպրոց, որտեղ են սովորում քաղաքական գործիչները, փողոցում, հրապարակում, այն օրը կնոջս հետ եմ ես հարցի շուրջ խոսում, գանց դու նկատել ես, մեր մոտ սա փողոցից են եկել, փողոցից, բառացիորեն փողոցից, ՀՀՇ-ն Ղարաբաղ, Արցախ, չգիտեմ, հրապարակներից չոլերով բանով եկան բան։ Երկրորդ նախագահը Ղարաբաղից բերեցին, հասկանալի ուժերը։ Մյուս պատմությունը էլի են, այդ մոշիկս չգիտեմ ճիշտ ասուտա ինչ հետաքրքրում, մարտի 1-ի գնով, արյան գնով, 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակարելու գնով, մյուսը էլի Գյումրիից Քայլարշավ, Քայլերտ Քայլարա, էսարա, էնարա։ Այդ ո՞րն է այդ ինստիտուցիոնալ, որ այսպես զարգան, չենք տեսել տենց բան, Ժորժ ջան, չենք տեսել։ Իրապես չենք տեսել եւ դա բնականաբար շատ ծանր հետևանքներ է ունենում մեզ համար։ Ռաֆայել ջան, լրագրողին տված հարցի պատասխանը չի հետաքրքրում։ Լրագրողին միայն հետաքրքրում է սադրելը, ներվայնացնելը եւ այլն։ Դավիթ Էրմենջյանն է ասում։ Իհարկե, հարգելի Դավիթ, իհարկե մեծ մասը են դրա համար։ Ես կողմ եմ խիստ կրեդիտացիայի, որ ոչ մի որակի լրագրող չկարողանա առաջին դեմքերին մոտենալ, մանավանդ վազել հետևից ու սենց ուսին խփելով մի հատ միկրոֆոնը կողի աշկը։ Տենց բան չպիտի լինի։ Եվ դարապես մեր իրականության մեջ որակավորում պիտի լինի, ովքեր կարող են մասնակցել քանի պոինտով եւ ով մի քանի պոինտ նվազում է, ոնց որ Ամերիկայում է, ոնց որ Եվրոպայում է, մենք Եվրոպայում գնացել ենք լուսաբանման, մեքենայի բալերի պես է վարորդական, ասենք ունես հիմա թիվը չգիտեմ, բայց օրինակ ունես 5 բալ, եթե քեզ 3-4 նկատողություն արեցին 5 բալը սպառեցիր, հաջորդին դու չես կարող ներկա գտնվես։ Իսկ մեզ մոտ չկա այդպիսի բան բառացիորեն։ Մենք որ գնացել էինք Սպիտակ տուն Բայդենի լուսաբանման ցեղասպանությունը, երբ որ genocide բառը pronunciate արեց եւ խելագարված վազում էին կապիտոլիումի մոտ, բոլորս մեզ 10 ժամ բացատրում էին, թե ոնց է ընդհանրապես ասուլիսը լինում, դեղին ժապավեն էր կախած, դեղին ժապավենից հետո կարմիր են Հոլիվուդի հայտնի ֆրեյմերի մոտ որ կան սենց վիլուրովի կարմիր գույնի հաստ մեջը փափուկ բան լցրած, սենց բաներ պատնեշներ էին սարքել, մի 5 մետր են կողմ լրագրողներն են կանգնած, զում արած բան, ընդեղից դուրս է գալի հարցեր, ամեն մեկը այս ինչ հարցը պիտի տա, հերթականությունը գիտեինք, հարցը պիտի տևի 30 վայրկյան, հստակ, մեզ մոտ ճար, գալիս է մի հատ, ընդդիմա դդմիկ կետքոմ կայքից մի հատ ծյոց, այլանդա կյանքից հոգնած, ճակատագրից մանտրաշ, եկել է։ Ու պիտի այդտեղ ինքը իր աստղային ժամն է, նա պիտի անմահանա, որ ամբողջ TikTok-ները, ամբողջ Facebook-ները պատտեն էս մեր տխրահարճակ ծյոցին իր հարցով եւ այլն, կամ երեք Արարատ Միրզոյանի հարցերը, որ գնաց ամոթանք տվեց։ Ասենք ոնց կարող է լրագրողը արտգործնախարարն ասի իմ հարցին չեք պատասխանում, որովհետեւ մենակ թուրքերի հարցերին եք պատասխանում։ Ասենք ավանակ։ Հիմա կարող է դու ընդդիմախոս ես բանին Միրզոյանին, օքեյ, ընդդիմադիր, կայքի լրագրող։ Ուրեմն դու էլ հարց չունես։ Ուրեմն դու էլ հարց ու պատասխան չկա, որ թուրքերի, այսինքն դա սադրանք է, դա անկրթություն է, դա լրագրողական էթիկայի ոտնահարում է եւ առաջին հերթին այդտեղ Միրզոյանի հարցը չի։ Այդտեղ առաջի հերթի իր հարցն է, որ ինքը բացարձակ կապ չունի ոչ լրագրության հետ, ոչ մեդիայի հետ, ոչ մի բանի հետ։ Ինքը պարզապես հայտնվել է եթերում։ Կյանքը առաջ է գնում, ես հասկանում եմ, որ մեր լեզուն ապագա չունի։ Մեր մոտ մեր լեզվում առաջ բառը դա անցյալն է։ Առաջ լավ էր, ու անցյալ գնացին կորակ։ Բայց ո՞նց կարող է իրեն հարգող մարդը գնալ ընկնել այդ
Այդ ոնց կար այդ մարդը գնա կանգնի այդ միտինգի մեջ։ Այն մարդկանց ողքին, ովքեր այդ ամեն ինչը ունեին ժամանակին, եւ ինչպես մեր ռադիոլսողը ճիշտ բան է ասում, առաջ սիրելով եկավ, տեսանք ինչ եղավ։ Բայց հիմա որ ատելության հողի վրա գա, բայց հիմա այն վաղտ ինչ պիտի լինի։ Ամեն մարդը գրի տունը կպցնի պատին այդ նախադասությունը ու ապրի այդ մտքով։ Ինչ ասեմ։ Խոսքի ազատություն ասում եմ։ Քանի հերոստալիքա փակվել, կներեք, այդ տարիներին։ Քանի լրագրողա խոշտանգվել այդ տարիներին։ Քանի գլխավոր խմբագիր գնդակը արեցին իր տան դիմաց այդ տարիներին։ Քանի հոգու են, քանի լրագրող են այսօր ծեծե։ Ամբողջ օրը Նիկոլի ամբողջ ընտանիքը ամենաայլանդակ նկարներով համացանցով տարածում են կեղծ նկարներով, բան քանի հոգու են խոշտանգե։ Քանի հոգու կայք են փակել։ Ձեզ շատ հայտնի մարդիկ ամեն օր Երևանի տաղավարում նստած ամենաայլանդակ բարերով դիմում են իշխանության ներկայացուցիչներին։ Քանի հոգու տուն են գնացել ծեծե։ Քանի ոստիկանապետա գնացել բոքսով խփե խմբագրի աչքին ու գոռացել ես էս ինչն եմ։ Ես էլ ինչ ասեմ, այսքան ասում եմ էլ բարձ եւ հասկանալի։ Դե մյուս տարի բարձ կլինի, ընկերներ, մենք գնում ենք այդ ուղությամբ եւ մյուս տարի բարձ կլինի։ Եթե մեր ժողովուրդը ընկնի 30 տարվա հորձանուտը, ես այդ եթերում եմ ասում, բաց եմ ասում, լինելու է ահավոր մեծ արտագաղթ երկրից եւ արտագաղթի առաջին էշելոնի մեջ այդ sense ինքնաթիռ կլինի թե բան, ես եմ լինելու sense։ Մոռացեք, որ մեկը պետության մասին լինելու է վենդետա, մաքուր, հին հայկական վենդետան։ Հին հայկական այն, որ ասում էի դաշնակներն ու կարմիր բանակավորներն ու մնացածները ինչեր են արել, այդ թիթեռնիկներ է լինելու։ Սենց դա լինելու է ասես ճերմակ անուժներ, հին հայկական վենդետան ու հնչում է շեփորը ու իշխանության տնչած մեր ռևանշիստները գալիս են հրապարակ ու ընդ հայտարարում են հրապարակ են մտնում զինված Ֆանտաստիկ, ինչ հոկտեմբերի 27, ինչ մարտի 1, ինչ Սարիթար, ինչ Տիգրան Նաղդալյան, ինչ բան, Յոգա ուղեղի համար Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ Յոգա ուղեղի համար Յոգա ուղեղի համար Շարունակվում է մեր ուղիղ եթերը, սա Լոս Անջելեսի առաջատար հայկական ռադիոկայանն է, ես Ռաֆայել Մնացականյանն եմ եւ ընթանում ենք առաջ, արդեն 9:12 րոպե առավոտյան Լոս Անջելեսում հրաշալի երեկո է մեզ մոտ Երևանում 8:12 րոպե երեկոյի համապատասխանաբար կարող եք մասնիկը դառնալ քննարկումների զանգարել 7477773444 հարցերի շուրջ որ բարձրաձայնում ենք, վստահ եմ ունեք ձեր ասելիքը, իսկ մենք եղել ենք կանք ու 7 երևի արդեն 8-րդ տարին ենք սա թևակողելու, հարթակ ենք բոլորի համար, երբեք մեր կարծիքը չենք պարտադրում, համբերատար լսում ենք բոլորին, եթե իհարկե զանգարողը արտահայտվում է եթերային ձևաչափով։ Այստեղ կոմենտներ ունեմ, որոշակի սադրանք բաներ են գրել, անգամ չգիտեմ իմաստ կա արադարձ կատարելու նման կարգի կոմենտներին, բայց օքեյ։ Ես ոչ մի բանից չեմ խորշում, Արսեն անունով օգտատերը ասում է հիմա դու ինչից ես վախենում դիկտատուրայից թե թրքին հանձնված Նիկոլից։ Այսինքն ինքը արդեն ունի ընտրություն, ինքը գիտի որ կամ Նիկոլա կամ դիկտատուրա է։ Հասկանում ես, արդեն երբ որ մարդը ունի հստակ սահմաններ իր համար գծած, այդտեղ արդեն բանավեճը ավարտվում է։ Գիտեք, նախ ես չեմ վախենում ընդհանրապես, սկսենք այդտեղից, երկրորդը վախենալու առիթ չունեմ, ես իմ պետության ու պետականության մասն եմ մտածում ու դրանից եմ վախենում, որովհետև եթե եկան կեղծ ազգայնասերները, կեղծ թափած են Facebook-ում դրոշներով, բաներով, սենց բաներ, որ եթե եկան կեղծ ազգայնական
այսպես կոչված ուժերը եւ եթե Հայաստանում հաստատվեց դիկտատուրա, ինչպես ասում է մեր այս ոդքասթի տակ գրածը, եւ եթե եկան հավաքական ռևանշիստները, Հայաստանի ապագան մեղմ ասած մշուշոտ է, եւ դա չի նշանակում, որ պիտի մնա գործողը, բացարձակ կապ չունի դրա հետ։ Ես ասում եմ, հայ մարդ գնա առաջ, նոր մարդկանց ընտրի, լուսավոր, ազգայնականության ավելի դաժան բառ կա, նացիոնալիզմի մեջ էլ չընկնես, որովհետև քանի որ մենք էմոցիոնալ ենք, տարբեր կիսագրագետ կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ, բացի լեզվի ֆիզկուլտուրնիկությունից ուրիշ բան չեն կարող անեն, քո դատարկագլուխ որոշ մարդկանց գլուխը լցնելով հիմարությամբ գալիս են հրապարակներ, քեզ վարակում են այս ամեն ինչով եւ դու գնում ես ընկնում ես նույն կրակի մեջ։ Մի արա այդ բանը։ Կան շատ խելոք մարդիկ, տարբեր հարթակներում խոսում են, լսում ես այդ մարդուն, դու հասկանում ես, որ այս մարդը գիտակ է։ Իր բնագավառում ինչ որ ասում, ասա խելքը գլխին բան է ասում։ Բայց կան մարդիկ, ովքեր լսում ես Աստվածի իմ, գալու ենք, մտնելու ենք, հասնելու ենք, բան, երեք ենք մենք Ղարաբաղը կորցրել, երեք ենք մենք 100,000 փախստական, 130,000 փախստական ընդունել, մենք դեռ երեք ենք մեր Եռաբլուրի հողը դեռ չի սառել, մենք էլի հեսա մտնելու ենք բան ավտոմատներով, ինչ որ sense բաներ են անում, Աստված իմ, եթե որևէ առողջ մարդ կարող է յետևել այդ ամեն ինչին, ուրեմն ոչ թե ամեն ինչը ավարտված է, այլ ամեն ինչ վերջնականապես է կործանված։ Պիտի հաղթանակեն առողջ ուժերը, բանավիճող, նախադասությունը ճիշտ դասավորող, քաղաքականության եւ քաղաքագիտության ու պատմության հետ կապ ունեցող, կյանքում որևէ բան արած մարդիկ։ Ասենք կյանքում, որ նայես, այ տեսես մարդը կյանքում SSS բաները արել է։ Չի կարող կյանքում որևէ նշանակալի ձեռքբերում չունեցած մարդը ժողովրդին տանի իր հետևից։ Հիմա կասի դե Մահատմա Գանդին էլ էր այդ։ Մահատմա Գանդին այն ինչ որ արեց այդ վիձեն, կիսային վալիդ չոլախ ոտով, շատ առողջ մարդիկ չկարողացան անել։ Հնդկաստանը, որը աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկրներից մեկն էր, մի հատ փոքրիկ կղզու Անգլիայի 300 տարի ձեռք ճորտներ, այդ կես միլիարդանոց բնակչության մեջ այն ժամանակ, հիմա միլիարդ էլ են, միլիարդից ավել են, այն ժամանակ մոտ կես միլիարդ բնակչության մեջ մի հոգի չէր գտնվել, որ աղի դեմ, գիտեք, աղի բանը հանքի դեմ պայքարով սկսվեց ազատագրումը Հնդկաստանի, ոչ ոք չկարողացավ։ Այդ մի մարդը կարողացավ անել, ինչու նախ մի հատ իր կրթությունը մի հատ նայեք, հա, այդ մենք հիմա իր կերպարը սենց դիտարկում ենք իսա անօթևան, սենց ինչ որ ծերունի մարդ, բայց մի հատ նայեք ինքը ինչ կրթություն է ստացել։ Չի կարող չկրթված մարդը հանկարծ չկրթված մարդը կարող է երկիր ղեկավարել, բայց շատ արագ է դառնալու է դիկտատուրա, բռնապետություն, ասենք Պինոչետի ռեժիմի պես ինչ որ մի բան, կամ Ստալինը, որ ասենք գող ավազակ մարդ էր, կամ Հիտլերը, գող ավազակ մարդ էր, էլի, ինչ կարար ընդ անել, չստացված նկարիչ, ծեծ ու ջարդ ուտող ամբողջ օրը փոքր ժամանակ, դրա համար վեր կացավ եւ արեց այն ինչ որ արեց։ Չէ։ Հայաստանի աշխարհագրությամբ, Հայաստանի լոկացիայով եւ Հայաստանի պես պետության ղեկավար պիտի լինի ակադեմիական կրթության տեր մարդը, ով որ նացիոնալիստական տարեր չունի։ Մեր պարագայում նացիոնալիզմը մեզ կործանելու է, ուրիշ տարբերակ չկա։ Պիտի Պերճ Զեյթունցյանի նախադասությունը սարքենք ազգային գաղափարախոսություն եւ գնանք առաջ։ Պերճ Զեյթունցյանը խելոք մարդ էր, հիմա ով է կարդացել, ով գիտի, ով բան, հիմա այդ այսօրվա մեր այս ընդդիմադդմիկներին ցանկացած քաղաքական լոզունգ ասող մարդուն լգասա մի տող Պերճ Զեյթունցյանից մի հատ էլ Պերճ Զեյթունցյանը կկանգներ, կասեր ցեղասպանությունը պիտի բան, sense բան չէր ասում։ Այդ խելոք մարդը հանճարեղ Ալեքսանդրիայի հայերը սա խելոք են, որտեղ այդ հողը այդ հին աշխարհի գրադարանի հողն է, ինքը այդ էներգիան ունի։ Ինչ էր ասում բանը Պերճ Զեյթունցյանը։ Ուզում ես թուրքից վրեժ լուծել, եղբայր քթի տակ սարքի ծաղկուն զարգացած մի հատ երկիր, որտեղից մարդիկ ոչ թե կփախնեն հայրական տունը վաճառելով, այլ կգան։ Վերջ։
Լուբոյ ցանկացած any revenge, ցանկացած վրեժխնդրություն, всякое возмездие, ցանկացած վրեժխնդրություն պիտի լինի Թուրքիայի քթի տակ դրախտավայր Հայաստան կերտելով։ Վերջ։ Ուրիշ լուծում չկա ու չի լինելու։ Հազար հատ խորհրդարան ցեղասպանություն ճանաչի, Ամերիկան էլ ճանաչեց, միաձայն կոնգրեսն էլ ընդունեց, Ադամ Շիֆն էլ լացեց, Ռոբերտ Մենենդեսն էլ լացեց, սաղ լացեցին։ Լացացրեցին բոլոր սեղանակիցներին։ Ինչ փոխվեց մեկի կյանքում։ Ամերիկան պիտի ճանաչի ցեղասպան, ճանաչեց, գնացինք, շնորհակալություն ասացինք, thank you Mr. President for pronunciation the word very important word for us, genocide, thank you so much, ապրես Ախբերջան, ինչ փոխվեց մեր կյանքում։ Այ եթե այդ genocide-ի փոխարեն 100 տարի մեր դաշնակցական եղբայրները, որքեր միլիարդներ աշխատեցին այդ genocide-ի վրա, այդ միլիարդները բերեին Հայաստան դնեին գործարան, կրթօջախ, լաբորատորիա, ատոմակայան, մետրոպոլիտեն, ֆիզիկայի լաբորատորիաներ, ռազմական գիտություն դնեին։ Մենք ուրիշ երկրում կապրեինք, բոլորովին ուրիշ։ Ասեցի տենց բան US Armenia-ի եթերում համայնքական առավոտի ծրագրի ժամանակ մի 4 տարի առաջ ամբողջները խելագարված եկան բողոքի, եկան համապատասխան ատյանների մոտ, ինչպես թե տենց բաներ եք ասում, ով է, ինչ է, ինչու է, ադիգա։ Okay, ով է դուժ, okay, այ տենց ժողովրդի էմոցիաների վրա սաղ ապրեցին, ժողովուրդը մնաց պլակատը ձեռը։ Ցավում եմ ձեր համար, ցավում եմ, ֆիզկուլտուրնիկությունը լավ բան է ասում եմ, սրտիկներ է ուղարկում Նարասլան, այո, ընկերներ, մենք պիտի հիմա հասկանանք ոնց պիտի կառուցենք այս երկիրը, մեր ամենամեծ պահանջատիրությունը ոչ թե ցեղասպանության ճանաչումն է, ի հեճուկս նացիոնալիստական ուժերի, ես որպես հայմարտ ամենաառաջինը պահանջում եմ աշխարհից լավագույն կադրերին բերեք, մեզ սովորացրեք, մենք ոչ մի բան չգիտենք, բուրունդուկ ենք, արա ոնց բացատրեմ, բան չգիտենք անել, բանկոմատից չենք կարող փող անենք, չենք կարող մարշրուտի մեջ տեղները ստանանք, չգիտենք, չգիտի է ժողովուրդը, ով որ է գիտի փախելա, ով որ քիչ թե շատ մի բան կարողանում էր անել, գնացելա դուրս, ավելի զարգացած հասարակության մեջ է ապրում, որովհետև հասկացելա չի կարող այս Չ մեջ ապրի։ Մեզ պետք են կադրեր, մեզ պետք է դպրոց, մեզ պետք է սովորացնեն, պիտի սենց երեխու պես ման տանեն, ասեն էսի, ոչ մի բան չի կարող անի ժողովուրդը։ Ես տաքսիստ եմ, սաղ կյանքս տաքսիստ եմ, լավ է Ախբերջան տաքսիստ ես, բայց ինչ պիտի անի կառավարությունը քո համար։ Ինչ պիտի անի, մեկը ինձ թող բացատրի, ամեն ես մեքենա ճիշտ ասած չեմ կարող քշեմ, ներվայնանում եմ, Հայաստանում չէ, բանա տաքսիով եմ, էլի գնում ու լուրջ մտածում եմ վարորդ ունենալու մասին, իրոք մտածում եմ այդ ուղղությամբ, սենց եմ մտածում, ասում եմ, այդ տաքսիստը, որ մեկ է խոսում է, բան, ես սաղ կյանքս բան, մի 35-40 տարեկան ջահել տղա է, ասում Ախբերջան, բայց խի ես տաքսիստ, էլի մի հատ կարաս ասես, ինչ խիչ ես սովորել։ Հայաստանում էլ նես չի էլի, որ լոսի պես լոների տակ պիտի մտնես, նենց մի վարկերով, մարկերով, եսին ինչ պիտի անես, որ դու սենց մնացել ես բան, հերնում էր այդ կողը տեն, փառք Աստծո, Աստված իրանց երկար կյանք տա, ինչ որ երեխեք ես երևի ունես սենց ալիմենտներ ես տալի ճառում ես, չէ, մենակ տղա որց, տղա, այ որց, ընկեր որց, բա ինչի՞ չես գնացել մի բան սովորը, չեմ ասում դոկտոր պրոֆեսոր դառնալ, մի հատ արեստա, մի հատ բանա, ինչի՞ չես, 30-40 տարեկան տղա ես։ Ստեղ ես ռադիոյում էի, մեկ-մեկ կանչում էին, գնում էի, հետո հարցեր եղավ, մի խոսքով չեմ գնում եթերի, ովքեր գիտեն հայաստանյան ռադիոներից մեկն է, եթերում զանգում է 30 տարեկան տղա, ինձնից 4 տարի փոքր։ Բա էլի, ես ինչա բանա, ես ես ամբողջ օրը պախատ եմ անում, տաքսի եմ քշում, բան, իդեպ տաքսի վարորդներ ջան, դուք ամենակարգին գործն եք անում, ես ապահով ակետից բեկետ եք տանում, հանկարծ չմտածեք ես որևէ վատ բան եմ ասում, դա շատ կարևոր գործ է, ես ամեն օր օգտվում եմ եւ դա կարծում եմ իրոք առաքինի գործ է։ Բայց երբ որ զանգում են եթերու, բան էս կառավարությունն է իմ համար ոչ մի բան չանի, աշխատավարձը բարձրացնի, ասում եղբայր, բայց դու ինչ ես աշխատում, որ քո աշխատավարձը բարձրացնի, քո դա բան շոչիկով չի ընկեր, շոչիկ չի, հաշվիչով չի, նստում է, քշի ուստա, խաչի քշի 4-րդ բրիգադ, ինչպես կասեր հայտնի դասականը, գնում անդե, ինչ բարձրացնի, ինչ պիտի տա,
ինչը պետք է, ասում եմ հարկային դաշտ մտի, ՀԴՄ-տու, որ հարկերը բարձրացնի, որ մորը թոշակը բարձրացնի, հորը թոշակը բարձրացնի, դու որ 10-15 հազարի քշում ես, 10 դրամ պետությանը օգուտ չես տալի, պետությունը քեզ ո՞նց օգուտ տա։ Պարզ մարդիկ չգիտեն, որովհետև տեղյակ չեն, որտեղից իմանան, որ ոնց է աշխատում, տնտեսությունը ոնց է լինում, ոնց է զարգանում այս ամեն ինչը։ Այդ ռադիոյի եթերում կիսատ մնաց, զանգում է, ասեմ եղբայր, ինչի՞ չես սովորել, բա ժամանակ չի եղել, տուն եմ պահել, եմ արել, ասեմ ես հիմա ու համարը հավաքում եմ։ Ես զանգում եմ Հայաստանի համալսարաններից մեկի սեփականատիրոջը հիմա եթերում լայվ։ Եվ դու վաղը գործերդ վերցնում ես եւ գնում ես համալսարան։ Քեզ հնարավորություն են տալիս սովորելու մի քանի գործեր, կարող է ընտրես, որ ֆակուլտետ ես ուզում։ Հիմա չենք ասում բժիշկ ես դառնալու կամ լոյեր ես դառնալու, բայց մասնագիտություն, եղբայր 30 տարեկան ջահել տղա, այս կյանքը դեմը տա։ Հիմա տաքսի քշեց, վաղը ինչ ես անելու։ Ասեց ընկեր, այս թեման կառոչի իմ համար փակ է։ Այդ ձայնագրությունը կա YouTube-ում, մտեք նայեք։ Դե եթե փակ է այդ թեման, բա ես, վարչապետը, Տեր Աստված, ով ինչ անի, Մարիա Մագդալենան, ինչ անի քո համար էլ։ Հալո։ Այո, լսում եք։ Այո, բարև ձեզ։ Ռաֆայել ջան, բարև ցավդ տանեմ իսկում։ Բարև ձեզ։ Հիմա դու ժամանակ ունես ընդհանրապես քիչ մնացել։ Ես այսօր խոստացել էի, որ այնքան ասելիք կա, երկար է մնալու, ժամ ու կես ես եթերում եմ, նենց որ լսում եմ ձեզ։ Վայ, ես քո ցավդ տանեմ, հարկոպես տղա չկա իսկականից։ Նա հիմա ես մի բան ասեմ քեզ էլի, իմ կարծիքով ես ոչ մեկին չեմ ցիտում, ոչ մեկին չեմ կրկնում ասածները, իմ պատկերացնելով հայ ազգը չի փոխվի։ Դու անտեղի չարչարվում ես։ Ես չեմ ասում, որ ոչ մեկը պետքա ոչ մի բան չանի, դու շատ մեծ գործ ես անում, բայց դու մենակ ներվեր ես կայքային։ Հայ ազգը փոխելու համար մենակ մի բան է հնարավոր։ Այն Դեվիդոյի Շվարցենեգերի պատմությունը հիշում ես։ Այո, իհարկե։ Պետք է վեկանես մի որոշ քանակությամբ երիտասարդների փոքր ժամանակվանից մեծ փակ տերիտորիայում 0-ից սկսած մինչև քո ասած բարձրագույն կրթությունը մտածելակերպով, հոգեբանությունով, դու ամեն ինչով Այդ լրիվ ուրիշ մարդ փոխեց, որովհետև մեր գեներում հազարավոր տարիներ նստած անենց բան, որը ոչ մի ձևի հնարավոր չի անել ոչ կրթությունով, ոչ մտածելակերպ փոխելով, ոչ մինչև մարդիկ չհասկանան, որ իրանք լրիվ ուրիշ են ուտու վաղտվանից մինչև 60 տարիքը, ոչ մի բան մեր ազգի մեջ չի փոխվելու։ Ինչքան էլ ուզում ես կրթի, ինչքան էլ ուզում ես լավ մարդկանցով շրջապատի։ Գելի դասին որ ավետարան են կարծում, ինչ են ասում։ Արախտը շուտ ոչխարը գնաց սարը։ Մինչև չանջատես, մինչև 0-ից մինչև 100 այդ մարդու վրա չաշխատես, բարձր մակարդակի մարդկանցով ես նկատում եմ։ Չաշխատես այդ մարդկանց վրա, որ մտածելակերպից սկսած հոգեբանությունից վերջացած լրիվ հələ կրթությունը ոնց ասեմ քեզ, Պետք է նստենք իր այդ հաց ուտենք զրույց անենք, որ կարգին խոսանք, թե չես չի։ Դե որ գամ Լոս Անջելես, ուրեմն կազմակերպենք, հարգելի, շնորհակալ եմ ձեր խոսքերի համար։ Լավն է, ես միներին շատ, ես շատ ուրախ եմ, որ քո նման հայ կա, ես քո ցավը տանեմ։ Մերսի շատ։ Լավն է, ես։ Մերսի շատ, ձեզ լավ եմ աղթում, նմանապես ցավը տանեմ։ Դե ինչ ընկերներ, հաճելի իհարկե ջերմ խոսքեր ժամ ու կես խոսում ենք իրար հետ, ժամ ու կես,